Ուրեմն այսօր Հիրոսիմայի միջուկային ռմբակոծման տարելիցն է 81-ամյակն է։ Դե տխուր միջոցառումներ են կազմակերպում ճապոնացիք։ Դրան ժողովրդապետուին, դրանց անունները հիշելը դժվար է, բայց մի հատ հավա էլի։ Մասնակցել է ինչ-որ սկո միտինգ ասեմ, ինչ ասեմ, բնականաբար Ամերիկայում չի տվել, դեպքա եղել է, իսկ Հիրոսիմայի քաղաքապետը, որի անունը նույնպես դժվար է հիշել և արտասանել, դա էլ մեղադրել է Ռուսաստանին, թե Ռուսաստանը միջուկային զենքով սպառնում է նրան։ Զարմանալի չէ եղավ, քանի տարի, առնվազն 20 տարի, ճապոնացիք խուսափում են իրենց ազգային ողբերգությունը կապել Ամերիկայի հետ։ Դե ամերիկացիք լավ աշխատեցին դա, այսինքն ինչ Հայաստանում են անում։ 5000 տարվա քաղաքակրթությունը, 5000 տարվա պետականությունը, որը մի գետ մեկ օր չեր ընդհատվել, Ճապոնիան երբեք չի պետականաձրկվել, երբեք չի օկուպացվել, տարբերություն Չինաստանի։ Մարդիկ 45 թվին սկսեցին, այսօր հասցին այն օրվան, որ այդ ազգային DNK-ի հերն անիծել են։ Կոնստրուկտ են դարձնում դրանց։ Իհարկե դա ավելի դժվար է 5000 տարվա ազգը կոնստրուկտ դարձնել, քան նորածինը, ասենք, մասնավորապես ուկրաինացիք, որոնց սկսեցին կոնստրուկտ դարձնել 14-րդ դարից։ Բայց դե ամենայդեպս մարդիկ հաջողել են։ Օրինակ, ոնց կարող է նորմալ ազգի առաջնորդը արտասահմանյան այցի շրջանակներում ծաղկեպսակ դնի իր հայրենակիցներին սպանած 100,000-ներով օդաչուի շիրիմին։ Դա արեց Ճապոնիայի ժողովրդապետուին։ Մի քանի ամիս առաջ Ամերիկա կատարած այցի ժամանակ։ Նագասակին վերացնողին այն մարդը գնաց հարգեց պատվեց։ Թե ինչի համար, այդ երևի ինքն չի հասկացել։ Այսօր չզարմանաք, եթե վաղը Փաշինյան Նիկոլը կամ եթե գրանտակերները մնացին մեկ այլ գրանտակեր ժողովրդապետի պաշտոնին, գնա խոնարհվի, ասենք, դե թայլատ-մայլատները չգիտեմ, շիրիմ ունեն, չունեն, այդ այն վերը, որ հաստատ չունի, դրան սատկսրել են Միջին Ասիայում, եթե ինչ են արել, հապա եթե գնա խոնարհվի կամ ծաղկեպսակ դնի դրանց արձաններին։ Դրանց ծննդյան օրերը ինչ-որ առաքելական եկեղեցում պարտադրեն պատարագներ նրանց պատվին։ Մի զարմացեք, դա երբ ազգին ստիպում են ապրել իր շահերին հակառակ, հանուն ուրիշի շահերի, ոնց որ ստիպեցին ուկրաինացիներին 14 թվից, այդ 14-րդ դարից, դե այդ ազգը դատապարտված է։ Եվ Հայաստանը այսօր ցավոք ընթանում է այդ ճանապարհով։ Հələ Ճապոնիան մի կողմ դնենք, գանք Չինաստան, չինական կղզի, Թայվան։ Չինաստանը մի քիչ իմացող մարդը կհավաստիացնի, որ Չինաստանում չինացիներին ավելի դժվար է, անչափ ավելի դժվար է միասեռական ամուսնություն փաթաթել, քան ասենք Սաուդյան Արաբիային։ Շատ դժվար է։ Դա հասարակությունը ավելի կոնսերվատիվ է, ավելի անցյալով է ապրում, բայց ամերիկացիք էլ կարողացան։ Թայվանում այսօր օրինականացված են միասեռական ամուսնությունները, պեդերասիան ողջունվում է, ոնց որ Եվրոպայում, ավելին, դեռ ինքնությունն են խախտել, հերն անիծել են, նույնակ ինչ են արել։ Այսօր Թայվանում արդեն են Թայվանի սեպարատիստական ուժերը, իսկ դեռ բոլորն են սեպարատիստ, բացի Գոմինդանից, բացի Չանկայշուի կուսակցությունից, որոնք ցանկանում են խաղաղ միանալ, վերամիանալ Չինաստանի հետ, նրանք ասում են արդեն մենք չինացի չենք, մենք թայվանցի ենք, մեր լեզուն չինարենը չէ, թայվաներեն ենք մենք խոսում։ Գործը դրան հասցեին, ընդամենը
77-8 տարվա մեջ։ Իսկ դուք ասում եք Հայաստան։ Դու շատ շուտով սրանք հայերից մենակ ազգանունի վերջավորությունները կթողնեն, որ ուզենան հետը կփոխեն։ Եվ ես առիթով մի բան էլ ասեմ, ես գրավոր գրել եմ, գիտեք, չի կարելի այն ինչ մեզ հետ այսօր կատարվում է, երբ ասում ենք մեզ կոնստրուկտ են դարձնում, չի կարելի մենակ մեղադրել արևմուտքին։ Մանրակ տեսեք, 91 թվից ի վեր, ասիկն բոլոր ստրատեգիական որոշումները կարևորագույն, ազգային նշանակություն ունեցող, դրանց մեծամասնությունը ընդունվել են հանուն այլոց, հանուն արևմուտքի։ Այն կարևորագույն որոշումները, որոնք չեն ընդունվել, էլի չեն ընդունվել հանուն արևմուտքի։ Օրինակ, Հայաստանը չանդամակցեց Ռուսաստան-Բելարուս միությանը, ինչը մեզ կփրկեր այս վիճակից։ Մենք լրիվ այլ կարգավիճակ կունենայինք։ Ինչու չանդամակցեց։ Արևմուտքի դուրը դա չէր գա։ Պլյուս տեղի այս դաշնակները իհարկե դեմ կլինեն, բայց դրանց սկսնելը թե Քոչարյանի, թե Սարգսյանի համար պրոբլեմ չէր։ Հանուն արևմուտքի դա չարեց։ Հայաստանը չճանաչեց Արցախի անկախությունը։ Ինչու հանուն արևմուտքի։ Ես չեմ ասում Հայաստան օրը ցերեկով ճանաչեր Հայաստանի Արցախի անկախությունը, ոչ, բայց Ադրբեջանի թույլ տված դեպքում օրինակ Քարոյրա պատերազմի ժամանակ կամ անմիջապես հետո Ադրբեջանը այնքան առիթ է տվել, որ Հայաստանը ճանաչի Արցախը, որևէ մեկի չօգտվեցին ինչու հանուն արևմուտքի։ Գանք ընդունած որոշումներին Հայաստանի։ Այդ Եվրոասոցիացումը, որը Սերժ Սարգսյանի օրոք նախաձեռնվեց, դա Հայաստանի ինչին էր պետք, դա արվեց հանուն արևմուտքի։ Եվ այսօր այդ կործանիչ տրենդը թափահավաք է եւ տրենդի դեմնարան հնարավոր չէ իշխանապողությունից բացի։ Քաղաքական որոշում ընդունվեց գրանտակիրների սերիական արտադրության։ Հայաստանի հայ ժողովրդի ինչին էին պետք Բարսեղյան Լևոններ, Էնե Հարուտ Բարսեղյան Լևոններ, չէ, էլի հանուն արևմուտքի։ Ինչ ասեմ, վերցրեք թվարկեք Հայաստանի բոլոր կարևորագույն որոշումները եւ կտեսնեք, որ դրանց 95%-ը հանուն արևմուտքի է կատարվել։ Ամերիկյան դեսպանատունը, ինչ քաղաքական որոշում ա եղել, չէ։ Հակառուսական, հակաիրանական բազա Երևանի կենտրոնում։ Ըստ ամենայնի հաստատ դրանց էլեկտրոնային հետախուզությունն անտեղ վեր ընկած եւ հնարավոր է ոչ միայն այդ AMB կոչվածը, որտեղից փախավ Էդվարդ Սնոուդենը։ Ամենամեծ գաղտնի ծառայությունն է դրանց։ Եվ ասիկան այդ process-ը հայերը կամավոր են սկսել։ Հանուն ինչ-որ արևմուտքի, հանուն արևմուտքին հաճոյանալու, դրանք սկսել են իրագործել են քայլեր, որոնք շատ լուրջ հետևանքներ են տվել։ Հետո նոր 18-ից հետո արդեն արևմուտքի իդեմս իր իշխանության Հայաստանում, իր Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ գրանտակիրական ցանցին նոր արդեն սկսեց այս մեծ կոնստրուկտ դարձնելու process-ը։ Ինչևէ, հիմա էս է վիճակը, հիմա հաշտվել պարզապես չէ, բայց պետք է ընդունել, որ իրականությունը էս է, պետք է այս իրականության հետ հաշվի նստել եւ փորձել այն փոխել։ Իսկ փոխելու մի ձև կա, սրանց ռադանելը երկրի գրանտազերծումը։ Ժամանակ Աներեկ Զուրաբյան Լյովիկից խոսեցի, հիշեցի այդ տխուր հանձնավորությունը։ Մարտը ասում է Հայաստանում ով ռիսկանի Փաշինյան Նիկոլի խաթրին կպնել։ Ընդունում է, որ զիբիլ է ինքը, դրան ինչ մեծ քածովտած նապաստակ արելի, բայց ով ռիսկանի դա անի, երբ ինքը
Թրամփի, Ուրսուլայի եւ Մակրոնի ասենք սիրած ջահելն է, ով այդ բանը կանի։ Դրա համար պետք է, ինչ ասեմ, կամ մեծ տերության մասնակցություն, հովանավորչություն, կամ Ֆիդելի պես մի հայտղա, Ֆիդելի կարգի։ Որ սրա հարցը լուծի, դե Ֆիդել չունենք, պարզա, ու չենք է ունեսել երբեք։ Մի հայաց գտեն սա, էլի կամ ծնում է, բայց Հայաստանից դուրս, տաղանդավոր մարդիկ ծնում է, բայց Հայաստանի ներսում Ֆիդելներ չեն կարող լինել։ Այս ազգի ամենաճարպիկ մարդիկ դառնում են տարգաշ միլիարդատերներ, տարբեր երկրներում կամ անգամ Հայաստանում։ Անունակ Լեֆիքսամո ինվերսիտետը, դա տարգաշ ծառած սնվածորbanից առևտրով է զբաղվում, չարչիություն է անում, դրանից ինչ Ֆիդել, որ եւ փողն է ունի եւ ամեն ինչն է ունի, կարող է 1000 մի բան անել, բայց դե ինչեւ է, հիմա դե մեծ տերությանն է, մեր բոլորի բախտից է, Փաշինյան Նիկոլը սկսել է արդեն խաղալ անձամբ Պուտինի ներվերի հետ, դա իհարկե մեզ համար շատ լավ է։ Այս համար այնքանով լավ, որ մոտեցնում է Փաշինյան Նիկոլի ռեժիմի տապալումը, բայց շատ վատ է հայ ժողովրդի համար, որը ստիպված ձմռանից կվճարի արդեն եվրոպական գներ, շատ բանի դիմաց, մասնավորապես գազ, նավթամթերք, ադամաններից կզրկվի, այսինքն տարեկան այդ կես միլիարդ արտահանումն է կկորի, սրանց բյուջետային ծախսերը բյուջետային պարտավորությունները չեն կարող կատարել, անելի վաղը 320 միլիոն դոլար վարկ են վերցնում, այդ վարկը վերցնում են զուտ բյուջեի ճեղքերը փակելու համար։ Չի, բյուջե փող չի գալիս, որովհետև ազգը որոշեց Եվրոպա գնալ, ժողովրդապետին հանձնարարեց Եվրոպա գնալ, դե եւ գործը հասավ նրան, որ հիմա մոլորել է իր ձկան, իր ծիրանի, իր կոնյակի, հանքային ջրերի եւ այս սրանց Փաշինյան Նիկոլը ստեղ մեղ չունի, որովհետեւ ազնա իրան տես պատվիրը, չէ։ Հատկապես Ալափար գյուղի գյուղացիք, ես լավ գիտեմ, գրեթե 160% ձայն են տվել Փաշինյան Նիկոլին։ Բայց գնացեք այստեղ, գնացեք ինչև էստեղ անձամբ Փաշինյանի համար շատ հեշտ է այս իրավիճակից դուրս գալը, պատասխանությունը բարձել հանրության վրա, թե ես ինչ անեմ, ազգը սենց ուզեց, սենց եմ արել։ Եվս մի հատ փորձանք Փաշինյան Նիկոլը նախապատրաստում է այս ազգի գլխին, դա ատեստացիան է դպրոցների։ Մարդը հստակ ասում արդեն, որորդ անգամ, ով ատեստացիա չանցավ, ուսուցիչ չի աշխատում, բայց եկեք իրականությանը նայենք։ Այսօրվա հայկական դպրոցներում աշխատում են բացարձակ անգրագետ դասատուներ։ Դրա ապացույցը վերցրեք գնացեք մի ալարեք գրադանից, վերցրեք սովետական դարաշրջանի որևէ թերթ հայերեն լեզվով։ Եվ վերցրեք այսօր հրատարակվող որևէ թերթ կամ կայքերը։ Ես որ հայկական կրթություն չեմ ունեցել, ես որ լինգվիստ չեմ, ես կարող եմ այդ խայտառակությունները սրբագրել։ Փաշինյան Նիկոլի գրառումները տեգիրություն են քերականական առումով։ Ինքը բան է, լեզվաբան է, բանասեր է, չէ՞ մասնագիտությամբ։ Հատկապես յոլա չի գնում ժողովրդապետը կետադրության հետ։ Մի հատ վերցրեք սովետական դարաշրջանից տեղ հրաշքով պահպանվել են մի քանի լուրջ սրբագրիչ, լուրջ լեզվաբան։ Մեծ տարեք ասեք մի հատ մյուզեյի թե ցանկացած կայքի, ցանկացած տպագիր մամուլի։ Մի հատ վերցրեք տարեք համեմատեք։ Ու մի սովետական դարաշրջանի հետ։ Այսօրվա խմբագիրները, սրբագրիչները, այսօրվա բանասերները, նրանք բոլորը կրթություն են ստացել արդեն նոր Հայաստանում, չէ՞։ Դրա համար գլուխները դատարկ է։ Որտե դրանց լուրջ ատեստացիա անես, ոչ ոք պետք է աշխատի Հայաստանում։ Ոչ ոք։ Ոչ ռուսաց լեզվի դասատու, ոչ անգլերեն լեզվի, ոչ հայոց լեզվի, գրականության, ոչ պատմության, ֆիզիկա, քիմիա չգիտեմ դեռ մի քիչ։
Չգիտեմ դեռ ոնց է վիճակը։ Չէ՞ որ ֆիզիկայից, քիմիայից, բնագիտությունից շատ հեռու են այսօրվա ուսուցիչները, դա փաստ է, չեն կարող մոտ լինել, որտեղ նայեք որտեղ են դրանք սովորել։ Լեննականի մանկավարժական ինստիտուտ, Երևանի մանկավարժական ինստիտուտ, որը համալսարան են ասում։ Լեննականի բախտը նաև չբերեց, որ Բարսեղյան Լևոնն են դեղ բան է, չէ՞։ Հարսադոմբ անձնավորությունը խորհրդի նախագահն է։ Լավ, Փաշինյան Նիկոլը չի կարող այս կամի չի մնալ։ Բա սրա հետին միտքը որն է։ Ոնց է չի աշխատի։ Ստեղ երկու տարբերակ կա, կամ սա դպրոցների քանակն է ուզում կրճատել, ուղղակի փակել։ Այսինքն մանկավարժների առավոտը կեսին դուրս կթողնի, դպրոցները կխոշորացնի, բյուջետային պարտավորությունները կթեթևացնի, կամ շատ լկտի ձևով իր համակիրներին, իսկ դա դժվար չի պարզել։ Յուրաքանչյուր տնօրեն գիտի իր կոլեկտիվում ով է, ով ինչ քաղաքական ճաշակ ունի։ Իր համակիրներին կպայի, ատեստացիայից կփրկի, մնացածներին ռատ կանի։ Այդ 30-40% զանգված է ռատ կանի, էլի դպրոցները կկրճատի, դպրոցների թիվը։ Բայց թե ինչ կլինի երեխաների ընդհանրապես ազգային կրթության հետ, դա արդեն պարզաննրան հետ չի հետաքրքրում։ Մի բան կանի էլի։ Մի բան կանի մանավանդ, որ 18 թվից է նրան հանձնարարված կործանել Հայաստանի կրթական համակարգը, որովհետև ապագա թուրքական վիլայետին, ինչպիսին արևմուտքը տեսնում է Հայաստանին, դե հիմա արևմուտքը գնում է 1920-ի ռեստավրացիայի, չէ՞։ Շատ փոքր Հայաստան, մի 10,000 կիլոմետրանոց թուրքական վիլայետի կարգավիճակում։ Անկախ ունես թե ոնց դա կկոչվի, ուզում ես անկախ Հայաստան կոչի ինչ-որ, բայց դա Ալեքսանդրապոլի պայմանագիրը դա թուրքական վիլայետի մասին է։ Նրան հազարված է կործանել կրթական համակարգը։ Կործանում է։ Եվ ատեստացիան հիանալի հնարավորություն է։ Այսօր ազգային ժողովում ընտրում էին, չգիտեմ, քվեարկությունը վերջացել է թե չէ, եթե Վարսեղյանին չընտրեցին, իսկ ընտրողը սրանք են, ուրեմն դա ուժեղ Հայաստանի սխալի շնորհիվ է, շնորհիվ տեղի կունենա, որովհետև չէր կարելի բոյկոտել Ռուբինյան-Ռուբոյի ընտրությունը։ Գնայիք Ռուբինյան-Ռուբոյին ձայն տայիք։ Ռուբինյան-Ռուբոնը այսօր բարոյապես պարտավորված կլներ իր ֆրակցիայով բանով, որ գար ձեր թեկնածուին ընտրեր։ Իսկ իրանք ուրիշ կինո կարող են խաղալ, այսօր վաղը կերև է։ Կասեն չէ, սենց այդ տեղը ձերն է։ Բայց չէ, Վարդևանյանը, այն ձեր են ամենախայտարարական անդամով է ձեր ֆրակցիա, այ դեբիլին բերեք, իսկ դեռ ոնց լինի 29 հոգու մեջ մեկը կլներ էլի։ Ոչ մեծ ինտելեկտուալ է, բերեք դրան ընտրենք թող 5 տարի վարկաբեկի, ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Ինչևէ, վաղը վեհապարի դատն է մեկնարկում, Քոչարյանի և Կարապետյանի ֆրակցիաները հայտարարել են, որ ազգային ժողով չեն գա, պետք է գնան դատին մասնակցեն։ Ուղղակի չեմ հասկանում, թե վեհապարն չի գնում այդ նիստին։ Պարտավոր չի գնա, չէ՞, փաստավանդ ուղղակի, ամեն մյուս եպիսկոպոսները։ Եթե նա պարտավոր չէ գնալ, ուրեմն ես չեմ ողջունում նրա դատարան գնալը։ Եթե պարտավոր է, դե մի ինչ ասենք, ու չի կարա։ Սրանց այդ բան տա, քյալլատա կամ ինչ պետք է։ Ինչ ասեմ, սա վաղը կմեկնարկի նոր պատմության, հենց նոր, ոչ թե նորագույն պատմության, ամենախայտառակ դատական պրոցեսը
որը դատում է հոգևոր առաջնորդին, ազգային հովապետին իր կադրային որոշում ընդունելու համար։ Վեապարը ռադարը գործից տիրադավ մի շանվորդու արման էր, թե սա դիմելա դատարան, իբր իր արևին վերականգնելա դատարանը։ Սա արդեն խայտառակություն է, որովհետև պետական դատարանը, դատարանը, այսինքն, իրավունք ունի վարույթ վերցնել նման գործեր։ Պետությունը անջատ է, չէ, եկեղեցու, բայց դու ինչ իրավունք ունես, գիտես խսկում ես եկեղեցու ներքին կադրային հարցերի մեջ։ Որ վարույթ ես վերցնում, վերականգնում ես, վեապարի հեռացրածին վերականգնում ես դու։ Դրանից հետո վեապարը սրան կարգալույծ է անում այդ շանվորում։ Հարկադիր դատարանը պարտադրում է վեապարին վերականգնել եւ կոչում է եւ պաշտոն է։ Դե վեապարը չի բանանում, չի վերականգնում, որովհետեւ Հայաստանի դատարանը իր իշխանության, իր հովապետի իշխանության հետ առնչություն չունի եւ չի կարող ունենալ։ Սրանք քրեական պատասխանության են ենթարկում, արգելել են երկրից ելքը, մարդը անգամ չկարողացավ իր եղբոր հուղարկավորությանը մասնակցել Վրաստանի կաթողիկոսի։ Ինչևէ, սա բացարձակ խայտառակ պրոցես կլինի, դե իհարկե արևմուտքում Փաշինյան Նիկոլի հնարան արևմուտն է, չէ, այնտեղ շատ վատ բաներ չեն գրի, կամ ում ապետ նստեն ինչ-որ Հայաստանի մասին վատ բան գրեն, ման Հայաստանը իրանց ինչ ֆիլիալ են դարձրել։ Բայց սենց նախադեպ, ես չեմ հիշում։ Գուցեև չի եղել անգամ միջնադարում։ Միջնադարում է եղած չի լինի։ Կաթոլիկ եկեղեցին միջնադարում Եվրոպայի տերն էր։ Եվրոպական միապետերը Հռոմի Պապին առնվազն իրենց հորից շատ էին հարգում։ Հռոմի Պապն էր դրանց պսակադրում, բաժանում, թույլտվություն տալիս բաժանության կամ պատերազմներ հրահրում, նրանց քաղաքականությունը որոշում, այս խաչակիրների արշավանքի դեպ ով էր։ Հռոմի Պապն էր, չէ՞ կազմակերպիչը։ Սենց դատավարություն չի եղել, եւ չգիտեմ սրանք ոնց են սրատակի դուրս գալու։ Բայց մեզ անձամբ շատ կետարքրի եվրոպական մամուլի, առաջադեմ մամուլի արձագանքը, թե ոնց կլուսաբանեն, ոնց կմեկնաբանեն այս խայտառակությունը։ Ոնց կհիմնավորեն Փաշինյան Նիկոլի ճշտությունը։ Եվ մի բան էլ, վաղվա դատավորը, եւ են քննիչները, դատախազները, որոնք այս խայտառակ քրեական գործի իրականացնողներն են։ Դրանք ամ քննիչներ կան, դատախազ կա, եթե որ դատախազներ, դատավորն է կա։ Դրանց անունները պետք է լուրջ հիշել։ Հիշելը կհիշենք։ Պետք է դրանց գերդաստաններն ուսումնասիրել։ Լուրջ գենետիկներ ներգրավել այս պրոցեսին, օրինակ Կարապետյանը կարող է ֆինանսավորել, ասենք Ջեյմս Ուոթսոնի մի քանի ասպիրանտ գան, այդ ուսումնասիրեն էլի։ Այդ դատավորի պապան, մաման ովքեր են եղել, միգուցե բոզ են եղել, միգուցե ավելի վատ բան են եղել, մի քիչ ուսումնասիրեն դրանց գենոֆոնդը, դրանց քույրերը, եղբայրները կամ այդ քննիչների այդ դատախազի, որը վաղը պիտի մեղադրանք կարդա, մեղադրանք առաջադրի ամենայն հայոց կաթողիկոսին, որը չի լսում, որը համաձայն չէ, որ պետական դատարանը չեղարկել է իր որոշումը։ Հետաքրքիր կլինի դրանցով պետք է զբաղվել։ Օրը պետք է գա, որ դրանք տնից դուրս չգան, այսինքն մի անգամ դուրս գան տնից, զվարթնոց եւ էլ չվերադառնան այս երկիր։
գործը դրան պետք է հասցվի։ Ու եթե ավելի շուտ չտեղափոխվեցին ուղիղ աշխատանքային գաղութ։ Ինչևէ, սպասենք վաղվա խայտարակ դատական պրոցեսին, Վարսևանյանի ընտրվելուն, չընտրվելուն, վաղը չեմիսորն է Նագասակի տարելիսն է, պարզ այլի քաղաքապետը կգնա, դրան ժող վարչապետուին կգնա, էլի հավի պես կկանգնի, Նագասակի քաղաքապետն է կասի, որ վայ գետինը մտնի Պուտինը միջուկային զենքով շանտաժ է անում, աշխարհը սպառնում է, այս կոմ։ Ինչ ասեմ։ Բաժանորդագրվեք իմ ալիքներին։ Առայժմ այսքանը, կհանդիպենք շատ շուտով։